Ողջույն հարգարժան հետևորդներ, այս ձևաչափով շարունակում ենք քննարկել մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր։ Ավանդույթի համաձայն զրուցելու եմ հանուն հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերաբյանի հետ, ես այդ կուսակցության նախագահն եմ Արման Բաբաջանյան։ Ողջույն Ռուբեն։ Ողջույն։ Երկրի թիվ 1 թերևս քննարկվող հարցը վերաբերում է նախորդին Ալիևի հնչեցրած հայտարարությանը պատմական անդրադարձին, որ վերաբերում էր ցարական քարտեզներին, չգիտես ինչու պատմությունը ըստ Ալիևի սկսվում է ցարական քարտեզներից։ Ինչու էր պետք հենց այս փուլում օրինակ այդպիսի հայտարարություն անել եւ ժողովրդի մոտ, մեր ներսում, նաեւ միջազգային գործընկերների մոտ հարցեր կան, process-ը կարծես ամեն անգամ փորձարվում մտցնել փակուղու մեջ։ Մենք անընդհատ խոսում ենք ապագայի մասին, մենք խոսում ենք խաղաղության հաստատման եւ այդ օրակարգին նպաստող ուրեմն գործողությունների մասին մենք փոխադարձություն չենք տեսնում այս ուղղությամբ։ Փոխադարձություն մենք մեր պատկերացրած են հայելային փոխադարձությունը կտեսնենք միայն մի դեպքում եւ սկսած մի պահից, երբ Ադրբեջանում լինի նույն աստիճանի ժողովրդավարություն, ինչ Հայաստանում։ Սա ոնց որ աքսիոմա ընդունենք, իսկ քանի դա չկա, այդ մեր պատկերացրած հայելային փոխադարձություն մենք չենք ունենալու։ Բայց մյուս կողմից, ինչ է ասում Ալիևը։ Ալիևը մեկ էլ հիշում է 19-րդ դարի ռուսական գենշտաբի քարտեզը, որտեղ Սևանը, ասենք, թյուրքալեզու անվանումով է կոչվում։ Եվ ասում է, որ այդ քարտեզում տենց է գրած։ Հաջորդն ինչ ասում, որ մենք չէ տանկերով չէ, մենք գնալու ենք մեքենաներով ենք գնալու մեր նախկին այդ բնակության վայրերը։ Եվ երրորդն ինչ ասում, իր գիտությունների ակադեմիայի այդ 80-ամյակին նվիրված բանում, որ ահա մենք սենց պատմություն ունենք, դուք ուսումնասիրեք, պոպուլարիզացրեք եւ ամեն ինչը լավ կլինի։ Այս ամենը իհարկե երկսայր հայտարարություններ են։ Ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Ալիևը պատմությունից շատ սելեկտիվ ծաղկակավ է անում միայն այն մասը, որը հաճելի է իր լյումպենի ականջներին, եւ բնականաբար ինքն էլ այդ հաղթական իր իմիջն է ամրապնդում, մանավանդ առջևում նոյեմբերի 8-ն։ Մենք օրակարգ ունենք, հիմա այդ օրակարգից շեղում ունենք, թե ոչ։ Այդ շեղում ես օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները չեմ տեսնում։ Որոնք ստրեսի են ենթարկվում, բայց անտիստրես ունենան, բայց դրանք damage-ի կամ վնասի հասնում են թե ոչ։ Տեսեք, կախված է կվնասի թե չի վնասի մեզ, կախված է մեր, այսպես ասենք, պայմանական ասեմ, էլի ընկալունակությունից։ Մենք պետք է ոնց որ մեր համար սովորական դառնա, որ այո, Ադրբեջանում մենք կարող ենք նման բաներ էլի լսել։ Կրկնում, Ադրբեջանն ավտորիտար երկիր է եւ դեռ տեսանելի ապագայում էլ լինելու է։ Մենք պետք է նորմալ չի։ Հիմա ամերիկացիներին ասեցինք որպես մեկը, մի երկիր, որը պիտի որպես արբիտր եւ որպես միջնորդ լիներ այս հակամարտության կարգավորման համար, մենք բոլորս հասանք Վաշինգտոն, լիահույս, որ հենց Վաշինգտոնում, ինչպես ինքը Ալիևն էր ասում, թիվ 1 երկրի թիվ 1 առաջնորդի աշխատասենյակում կնքվեց, ստորագրվեց այդ հուշագրերը, նախաստորագրվեց խաղաղության պայմանագիրը եւ կարծես մենք հիմա տենց աշխատանքային եւ գործնականացնելու փուլում ենք, ամերիկացիների հետ խոսում ենք, թե ինչպես պիտի իրենց մասնաբաժինը, իրենց աշխատանքները կազմակերպեն, մենք ոնց պիտի մասնակցենք այդ բոլորին, մեկ էլ այս հայտարարություններն են տեղի ունենում, որոնք խաթարում են մեր ներքին կյանքը, իսկ մենք հասկանում ենք, որ առանց ներքին համախոհության, առանց ներքին համաձայնության, որ օգոստոսի 8-ը իրապես կարևոր փուլ է կամ կարևոր շրջափուլ է
խաղաղության հաստատման համար եւ խաղաղության համար առասարակ սրա շուրջ եթե մենք չունենանք գոնե ստվար մեծամասնության, մեր ժողովրդի մեծամասնության կոնսենսուսը դժվար կլինի առաջ գնալ։ Իհարկե մենք էլ կանգնած ենք ընտրական գործընթացների առաջ եւ մեծ հաշվով նաեւ այս հարցերն են լինելու ամենօրյա քննարկման առարկա եւ մենք տեսնում ենք, որ Ալիևը սկսում է նաեւ ուղղակի մասնակցել մեր ներքին ընտրական process-ներին, այսինքն տեսանք նաեւ թե մեր հակառակորդ ներքին շրջանակները, մեր գաղափարական մրցակիցները ինչպես են օգտագործում այդ բնական է, հետևապես նրանց հետ համախոհություն չի լինելու, պարոն Բաբաջանյան, եկեք իրատեսական խնդիրներ դնենք մեր առաջ եւ մեր ակնկալիքներն էլ պահենք իրատեսության դաշտում։ Մենք այն պատկերացրած լայն կոնսենսուս այդ ուժերի հետ, որոնք միանգամայն այլ ֆունկցիա ունեն, չենք ունենալու, դա մի կողմ։ Երկրորդ Ադրբեջանի Ես ուժերի մասին չեմ խոսում, ես խոսում եմ ժողովրդի մասին։ Տեսեք, երկրորդ, խնդրեմ, կարևորը Ադրբեջանը ոչ թե ինչ է ասում, այլ ինչ է անում։ Ինչ է անում Ադրբեջանը։ Ադրբեջանը այսօր հասել է, որ տրանզիտային սահմանափակումներն է հանում։ Մեր խնդիրն է, դուք շատ լավ ասացիք, թե մենք օգոստոսի 8-ով ու 8-ից սկսած որն է մեր անելիքը։ Անկախ նրանից, որ շունը հաչում է, քարավանը պետք է շարունակի իր ճանապարհը։ Անկախ ամեն ինչից, ասում եք ստրեսից, մենք պետք է լինենք ստրեսակայուն։ Այո, մեր ականջները պետք է լինեն ստրեսակայուն։ Մենք պետք է հետևենք գործերին։ Ալիևն էլ ինչ ուզում է թող ասի։ Այո, դրան պատասխանել է պետք։ Իհարկե, Երևանը ամերիկացիների հետ պիտի խոսի այս հարցով օրինակ։ Ամերիկացիները, որոնք մշտապես կայուն, այսպես կապի մեջ են Բաքվի հետ, պիտի այս հարցերը փորձեն բարձրացնել։ Կոմունիկացնել է պետք է։ Այն իմաստով, որ սրանք չեն նպաստում եւ օրակարգի առաջնորդմանը։ Ադրբեջանը պետք է գին վճարի այսպես խոսալու համար։ Եվ դրանից է գալիս, որ գործը հասավ օգոստոսից 8-ից հետո նրան, որ Peace Act-ն է դրված շրջանառության մեջ Միացյալ Նահանգների կոնգրեսում։ Ադրբեջանն ուզում է 907 բանաձևը ընդհանրապես հանի, գուցե եւ հանի Միացյալ Նահանգները ինչի համար, որովհետեւ Ադրբեջանին արդեն նաեւ պաշտպանական ծրագրերի լծակով կարող է ազդել իր վրա, զուգորդելով դա էներգետիկ բանակցությունների հետ, որ դեռ շարունակվում են, հետն էլ ավելացնում արդեն Դամոկլյան սրի պես այս Peace Act-ն է կախում Ադրբեջանի գլխին։ Հիշեցնենք մեր հեռուստադիտողին ինչի մասին է խոսքը, որ եթե Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ ձեռնարկի Հայաստանի դեմ, եթե Ադրբեջանը գործողություններ ձեռնարկի օգոստոսի 8-ի համաձայնությունների խաթարման ուղղությամբ ձևավորվում է հրատապ պատժամիջոցների snap sanctions մեխանիզմ եւ այն հանձնվում է պետքարտուղարությանը, որ նա շատ արագ միանգամից ընդունի սանկցիաներով այս նախաձեռնությունը կոնգրեսի հավանության է արժանացել։ Ի սկզբանե նաև պետքարտուղարության կողմից, այսինքն հանրապետականներն են նախաձեռնել այս եւ հաշվի առնելով, որ պետքարտուղարությունը իր հավանությունը տվել է, չի բացառվում, որ իրապես հաջողություն ունենանք այս մասով։ Ինքնին քննարկումը կոնգրեսում այս փաթեթի արդեն կարևոր քայլ է եւ կարծում եմ, որ մենք այդ ուղղությամբ պիտի շարժվենք։ Ժողովուրդը ակնկալում է ավելի սպառիչ, ավելի համարձակ, ավելի գուցե համարժեք պատասխաններ։ Ինձ անձնապես գրում են այդպիսի պատասխաններ են ակնկալում։ Ճիշտ ասած, իմ պատկերացումը պատասխանի շատ ավելի աշխատանքային, մեր անելիքի սառը, գործնական, կշռադատված ուրեմն գործողություններն են, որոնք վերաբերում են մեր երկրի ներքին անելիքներին, ներքին օրակարգերին։ Մենք ամեն օր ձեզ հետ այցելում ենք մարզային բնակավայրեր, գյուղական բնակավայրեր եւ տեսնում ենք այդ ահռելի անելիքները, սկսած կրթության, առողջապահության, գյուղի, գյուղատնտեսության, ամբողջ լոկալ բիզնեսի ուղիղ կապ ունեն այս ամենի հետ։ Ամեն ինչ, բայց ամենաշատը ըստ էության մենք ամեն օր տեսնում ենք ավելի ու ավելի հրատապ անհրաժեշտություն Հայաստանի ներքին դիմադրողունակությունը ավելացնելու, իմունային համակարգը ավելացնելու, որտեղ
Հայաստանը նաև այսպիսի ամենօրյա ստրեսի ենթարկվելու սուբյեկտ է, այն պատճառով, որ անհրաժեշտ վճռական քայլերը չի արել։ Օրինակ, եթե Հայաստանը արդեն սկսեր բանակցություններ Եվրամիության անդամակցության շուրջ, Ադրբեջանին շատ ավելի դժվար կլիներ Հայաստանի հետ այսպես խոսել։ Այսինքն խնդիրը Հայաստանի նաև քաշային կարգը փոխելն է եւ այս հավասարումը հիմնավորապես փոխելն է։ Եթե Հայաստանը չի կարողանում իր տեղը իր ընտրությունը հստակեցնել, որովհետեւ մենք հստակ ցույց ենք տվել, որ ունի անուն, ազգանուն չունի։ Մենք չունենք անելիք, օրինակ նախորդին ԱՊՀ պաշտպանության նախարարների ուրեմն հանդիպումներ։ Եվ Պապիկյանը չգնաց։ Պապիկյանը այնտեղ չէր, Ադրբեջանի պաշտպանության նախարարը այնտեղ էր, եւ մենք հստակ ցույց ենք տալիս, որ այդ ռուսական պրոյեկտներում ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ մենք ժողովրդի լեզվով ասած բռնելու բան չունենք։ Այո։ Բացառությամբ երևի թե ԵԱՏՄ-ի, որտեղ մենք ամենաբարձր մակարդակով միշտ նախընտրում ենք մասնակցություն ունենալ։ Բայց հասկանում ենք, որ այո, հուսանք, որ առայժմ հասկանում ենք, որ այդտեղ լրջագույն անելիքներ կան եւ դա այդ քայլերը, այդ նախաձեռնությունը եւ այդ դիմումը Եվրամիությանը կարող է շեշտակիորեն փոխել Հայաստանի հնարավորությունները նաեւ այս ճակատում։ Եվ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները ավելի ու ավելի ակտիվացնում է իր դերակատարությունը մեր տարածաշրջանում։ Մենք հիմա տեսնում ենք Կենտրոնական Ասիայի 5 պետությունների եւ Միացյալ Նահանգների գագաթնաժողովի անցկացման արդեն օր կա նշանակված, Միացյալ Նահանգներում պիտի հանդիպեն եւ Բաքուն ուզում է այդ ֆորմատում դերակատարություն ունենալ։ Եվ ավելի ու ավելի երևակվում է, որ տարածաշրջանը որպես մեկ ընդհանուր Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի ավելի նյութականանում է այդ միջին միջանցքի ուրեմն հիմնական ուրեմն շահագրգռությունները, շահերը, թե որ երկրները ինչ ծավալով ներգրավված կլինեն։ Եվ դեռևս պատասխան չկա կարծես Միացյալ Նահանգներից Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ եւ չի բացառվում, որ Ալիևի հայտարարությունը նաեւ այդ պատասխանը ստանալու ակնկալիքն ունի։ Ամերիկացիներից համաձայնություն ստանալ, որպեսզի ոչ թե այդ գագաթնաժողովը լինի C5 կամ C5, այլ C6 կամ C5 + 1, որը մեկն էլ էքսկլյուզիվ դերում լինի Ադրբեջանը, որտեղ բոլորը հասկանում են, որ առանց Ադրբեջան միջանց գոյություն չունի որևէ ձևաչափով։ Այդ միջանցքի բոլոր օղակներից միակ օղակը Ադրբեջանն է, որը ուղղակի չունի այլընտրանք։ Մնացածը բոլորը կարող է այս կամ այն ձևով դիվերսիֆիկացված լինել։ Ադրբեջանը չունի, այլ Ադրբեջանը անփոխարինելի է ներկայիս կոնֆիգուրացիա։ Սա կարող է փոխվել մենակ մի դեպքում, երբ որ տեսականորեն, երբ որ Իրանը ամբողջությամբ լուծի իր խնդիրները միջազգային հանրության հետ, այլ խնդիր չունենա, դառնա ցանկալի գործընկեր։ Եվ Իրանը որպես տեսանելի հեռանկարում դա չի երևում, այս պահի դրությամբ։ Հետևաբար այո, Ադրբեջանին պետք է սիրաշահեն, այո, Ադրբեջանի շատ արածների վրա պետք է աչք փակեն, Ադրբեջանին իրենց կողմը քաշելու համար։ Այո, ընթանում է պայքար Ադրբեջանի համար։ Եվ ստեղ իհարկե եւ ճնշման լծակներ են գործադրվելու այդ պայքարողների կողմից եւ սիրաշահելու եւ մտրակ եւ բլիթ։ Մենք պետք է ամենը շատ լավ հասկանալու, մենք էլ մեր օրակարգը ունենք, մենք մեր օրակարգը, մենք շարունակենք մեր օրակարգը։ Ի վերջո, գիտեք ինչ, տո որ ասում են մարդիկ ձեզանից կամ ինձանից ակնկալում են համարժեք, պատասխան համարժեքը որն է, երբ ձեր վրա մի շուն է հաչում, դուք ինչ ընդունում եք շան դիրքը, դուք էլ հաչում եք շան վրա, իհարկե ոչ։ Շաբլի խելացի բան եք, չէ՞ մտածում։ Ասենք շրջանցում եք կամ չգիտեմ, համենայն դեպ, բայց ոչ այդ ձևով, էլի։
Մենք նույն ոճով ուղղակի չունենք պատասխանելու իրեն, դե պետք է համարենք, որ սա այսպես անխուսափելի մի ֆոն է, որը այո, այս մեր տնային աշխատանքը կատարելիս միշտ ուղեկցելու է, հա, եթերային աղմուկի նման ինչ-որ մի բան։ Ոստեղ շատ կարևոր է, մենք շարունակենք այս process-ը, այո, նաև Ադրբեջանի հետ։ Էլ եմ ասում, կարևոր չէ Ադրբեջանն ինչ է ասում, ինչ ուզում է թող ասի։ Ոստեղ կարևոր է ինչ է անում Ադրբեջանը։ Մենք պետք է, այո, մեծացնենք, կոնսոլիդացնենք միջազգային հորդորներն Ադրբեջանին, ներառյալ նաև Թուրքիայի պայմանագիրն արագ կնքելու համար։ Սա անհրաժեշտ է ուղղակի սառույցը ընդհանրապես հալածնելու։ Դե դուք խոսում եք Ադրբեջանի անելիքների մասին։ Ես ուզում եմ, որ մենք հնարավորինս մեր անելիքների վրա։ Հայաստանը ինչ պետք է անի։ Հայաստանը իր մասով ինչ պետք է անի։ Արդյոք այդ բավարար որակով եւ արագությամբ մենք դա անում ենք։ Սա չափազանց կարեւոր է, որտեվ ես կարծում եմ, որ մենք ունենք հակառակորդ, որը մերթընդմերթ գտել է մեր թույլ տեղերը եւ մեզ անընդհատ ստրեսի ենթարկելու, ուրեմն հնարավորությունից իրեն չի զրկում։ Մենք ինչ պետք է անենք, որպեսզի իրան այդ հնարավորությունից առավելագույնս զրկենք։ Որոնք են այն քայլերը, այն գործողությունները, որոնք նվազագույնի կհասցնեն այդպիսի հնարավորությունները։ Ես ճիշտն ասած, տեսեք առաջիկայում նոյեմբերի 12-ին կրտսեր Դոնալդ Թրամփն է գալու։ Կա ինֆորմացիա, որ քննարկվելու է Trump Tower-ի կառուցման հարցերը եւ գիտեք Թբիլիսիում, Բաքվում այդպիսի աշտարակներ կան, այո, երկնաքերեր կան, եւս մեկը հիմա կկառուցվի տարածաշրջանում Երևանում։ Եվ ես շատ պիտի ուզեի, որպեսզի այդ մասշտաբի ուրեմն ներդրողի եւ հետաքրություն ունեցող գործարարին Հայաստանը իրապես կարողանար ներկայանալ առաջիկա 10, 20, 30, 50 տարիների ռազմավարական պլանով, որը հստակ գիտի, թե ինքը որտեղ է այս պահին գտնվում եւ թե որտեղ է ուզում հասնել 50 տարի անց։ 2000 օրինակ 50 թվականին Հայաստանը որտեղ պետք է լինի տարածաշրջանում, ինչպիսի դերակատարություն պիտի ունենա տարածաշրջանում, ինչպիսի անքննելի ուրեմն լումա պիտի ունենա տարածաշրջանի անվտանգության, կայունության եւ խաղաղության գործում, որպեսզի իրապես Հայաստանը լինի անփոխարինելի գործընկեր բոլոր այն երկրների, այն դերակատարների համար եւ տարածաշրջանային, եւ արտատարածաշրջանային գլոբալ ուժերի համար, եւ Հայաստանից կախված լինի այն բոլոր շահերի եւ հետաքրությունների, այդ թվում տնտեսական, քաղաքական իրագործումը, որոնք մեզ այսօր այսպես նոր օգոստոսի 8-ով սկզբնավորել են մի մեծ ուրեմն ընթացքի սկիզբ։ Մենք հասկանում ենք, որ ամբողջությամբ փոխվում է մերձավոր արևելքի պատկերը։ Մենք տեսնում ենք Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի ուղղակի անպատկերացնելի հայտարարությունները, որ ինչ որ տեղի է ունեցել առհասարակ մերձավոր արևելքում երկրորդ աշխարհամարտից հետո սխալ է տեղի ունեցել, կամ Վիտկոֆի թիմը որոշել են ամբողջությամբ փոխել քարտեզը մերձավոր արևելքի եւ կարծես ավելի ու ավելի համախոհություն են գտնում դրա շուրջ։ Եվ չափազանց կարևոր է, որպեսզի իհարկե մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն կա, բայց պիտի հասկանանք մենք ինչ լծակներ կարող ենք ունենալ այս գործընթացների վրա։ Ի վերջո մենք նաև տեսնում ենք ակնդետ ուշադրության այսպես ցանկություն Հայաստանի ուղղությամբ եւ մենք պիտի դրան արձագանքենք համարժեք կերպով։ Արդյոք կա այդ համարժեք արձագանքը եւ որը պիտի լինի մեր գործողությունը լոկալ մակարդակում։ Մենք հասկանում ենք, որ
ռեգիոնալ, այսպես կարևոր դերակատարներից մեկը ամենևին շահագրգռված չի, որ այդ պայմանագիրը կնքվի։ Այո։ Ամենևին շահագրգռված չի, որ Հայաստանում խաղաղ ընտրություններ կայանան։ Եվ կարծես վերջին Պուտին-Ալիև էս հանդիպումից եւ մերձեցման այսպես ուղիղ նշաններից հետո մենք կրկին տեսնում ենք, որ Ադրբեջանը կարծես կարող է վերադառնալ այն նույն բութ գործիքի դերակատարությանը, որը բայց արդեն ասենց ասենք ավելի մրցակցության դաշտում եւ Ռուսաստանն ուղղակի միանա Ադրբեջանին արդեն մրցակցության մեջ մեզ 0-ի վրա թողելու համար։ Այո։ Իսկ սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է այն, որ ինչ որ մեզ ասում էին 22 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգներում, ինչ էին ասում մեզ։ Պարոն Բաբաջանյան, մեզ ասում են, «Տարեք, մենք չենք հասկանում դուք ինչ եք ուզում»։ Ու կարդ բացատրեք դուք ինչ եք ուզում։ Չէ, անձամբ դուք չէ, ձեր երկիրն ինչ է ուզում։ Այս հարցով մեզ դիմեցին։ Դուք իրար հետ եք։ Իսկ մենք էլ նենց երկար բարակ բացատրում ենք, թե մեր կարծիքով մեր երկիրն ինչ է ուզում ու մեր կարծիքով ինչա հաստատ չի ուզում։ Չէ, հաստատապես կարող եմ ասել, որ ես խոսել եմ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր ինձ հավաստիացնում էին, որ ամերիկացիները շատ լավ գիտեն մեր կարիքները։ Կարիքները գիտեն։ Եվ այդպես էլ կա, ամերիկացիները շատ լավ գիտեն, բայց իրենք վստահ չեն, որ մենք գիտենք մեր կարիքները։ Չէ, գիտենք այդ կարիքները բավարարելու ճանապարհով եւ կարող ենք գոնե թղթի վրա նկարագրել այդ կարիքները, որտեղ դա չափազանց կարևոր գործ է եւ պետական կառավարման կամ պատասխանատուները, ովքեր որոշումներ են կայացնում, նախ պիտի վիճակի լինեն դիագնոզել խնդիրների այդ ամբողջ համալիրը, որպեսզի հետո անցնեն այդ խնդիրները լուծելու ուրեմն եղանակներին ձևերին։ Տպավորություն կա եւ պիտի ձեզ նաեւ տեղեկացնեմ, որ այդպես էլ Հայաստանը չներկայացրեց իր կարիքները։ Ամերիկացիները եկան, ամիսներով այստեղ մնացին եւ այդ կարիքները գնահատեցին եւ բերեցին ու հետո ռազմավարական գործընկերության խարտյան կանոնադրությունը հենց այդ կարիքների գնահատման ամերիկացիների հիման վրա։ Իսկ մինչ այդ էլ ապրիլի 5-ի այդ երրակողմներ, որ արդեն նախանշեց Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, այո։ Հիմա տեսեք, փաստորեն մենք այստեղ մի բանի հետ պետք է հաշվի առնենք, ոնց որ են հակառակից գալով, հա։ Մենք պետք է քայլեր անենք նախ եւ առաջ շատ համակարգային եւ այսպես հետեւողական մեր անկախության, ինքնուրույնության այդ խոչընդոտները վերացնելու։ Դա ռուսական ներկայությունն է Հայաստանում։ Շատ դժվար է պատկերացնել, որ առանց այդ փոփոխության մեր ձեռները կազատվի այդ ամենից։ Մենք ֆիքսում ենք, որ այո, Ռուսաստանը շահագրգռված չէ, Ռուսաստանը խանգարում է եւ ապականելու է միջավայրը, որ մենք զբաղված լինենք այդ աղմուկով կամ խլացած լինենք այդ աղմուկով ու մեր գործերը թողած զբաղվենք դրանով։ Առանց այդ հարցերի լուծման չի լինում եւ չի լինելու։ Պետությունը նման խնդիր չի դնում ինչ հարցեր։ Ներկայության մասին եք խոսում։ Մենք հիմա գալիս ենք նախորդին, մենք Սյունիքում էինք, Սիսիանում հանդիպում էինք բնակիչների հետ։ Մենք պիտի արձանագրենք, որ ռուսական ներկայությունը միայն այն տեսքով չի, ինչ որ ընդունված է սովորաբար խոսել, հա։ Նու ռազմաբազայի մասին գիտենք, սահմանի իրենց ներկայության մասին գիտենք։ Ցորենի 80%-ը մենք ներկրում ենք Ռուսաստանից։ Հիմա սա ռուսական ներկայություն է, թե ոչ, ով է մեզ խանգարում, որպեսզի մենք ներսում օրինակ ավելացնենք ցորենի արտադրությունը, դիվերսիֆիկացնենք այն երկրների ցանկը, որոնց կարող ենք ավելի էժան, այո, եւ ավելի որակով ցորեն բերել, Ղազախստան, Ուկրաինա։ Ով է խանգարում։ Չեն կարել սա։ Միսը մենք մեծ մասամբ հիմա բերում ենք Ռուսաստանից եւ մեր թռչնամսի արտադրությունը շեշտակիորեն պակասեցրել ենք ի հաշիվ էժան ռուսական։ Դա երկրում հավ չկա, ուրեմն մենք անընդհատ խոսում ենք վերամբարձ բաներից, ռուսական ներկայություն։ Մեր էլեկտրականության, մեր առհասարակ էներգետիկայի 60%-ը կախված է Ռուսաստանից։
Ես դեմ չեմ, որ մենք կախվածություն ունենանք Ռուսաստանից, բայց դա չպիտի լինի այդ աստիճան կախվածություն, որտեղ դա ուղղակի սպառնալիք է ստեղծում։ Հիմա ռազմաբազայից կարող ենք չէ չխոսել, բայց այս ուղղությամբ ինչ ենք անում եւ ինչ աշխատանքներ ենք մինչ օրս կատարել։ Դրա համար եմ ասում, որ Հայաստանը 10 տարվա պլան նույնիսկ զարգացման չունի, ստրատեգիական մտածողություն չկա, կարողություն չկա հասարակ ստրատեգիական պլանավորման եւ մի քարտեզի, որ մենք այստեղ ենք գտնվում, մենք պատրաստվում ենք այս իրականությունը ուրեմն այս իրականությանը հասնել։ Շատ լավ է, որ դպրոցներ են կառուցվում։ Դե հա։ Ես գնացել եմ, տեսել եմ այդ դպրոցները, բայց կներեք, ես տեսնում եմ, որ 50 բնակիչ ունեցող գյուղի համար կառուցվում է 300 հոգու, 300 աշակերտի համար նախատեսված դպրոց։ Գյուղացիները ինձ հարցնում են, ում համար է այս դպրոցը։ Եթե այդտեղ մենք չունենք մեծ ծրագրեր տնտեսական, եթե մենք չենք պատրաստվում այդտեղ մեծ ահռելի ներդրումներ անել, որպեսզի կարողանանք մարդկանց վերադարձնել իրենց բնակավայրեր եւ ուրիշներին եւս խրախուսենք, որպեսզի գան այդտեղ ապրեն եւ ներդրումներ անեն։ Այդ դպրոցները ում համար են։ Մենք մտածում էինք, որ հարակից բնակավայրերի երեխաները կգան այդտեղ օրինակ կուսանեն։ Պարզվում է այնտեղ են կառուցում դպրոցներ։ Եվ մենք պարտքի տակ ենք ընկել ինչ որ ահռելի դպրոցների համար։ Ես դեմ չեմ, որ շատ լավ է, որ մենք 200-300 աշակերտի համար նախատեսում ենք։ Որովհետև այդ շենքը առնվազն մի 80 տարի կանգնելու է։ Ահա, ինչ պիտի անենք մենք։ Դրան պիտի հաջորդեն հստակ նախագծերը, թե ինչպես պիտի շենացնենք այդ բնակավայրերը։ Անկախ նրանից ադրբեջանցիները առաջ խաղացում ունեցել են, չեն ունեցել, որտեղ ես գոնե մի քանի բնակավայրերում էի, որտեղ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին առաջ խաղացում է եղել։ Ուրեմն ինչ պիտի արվի։ Ծրագրեր պիտի արվեն, որոնք մարդկանց հույս կներշնչեն, որ պետությունը խնդիր ունի այդտեղ տնտեսական ուրեմն առաջընթաց զարգացում բարեկեցություն ապահովել, որպեսզի մարդիկ այդտեղ ունենան արժանավայել աշխատավարձով ապահովված աշխատանք, զբաղմունք եւ բիզնեսին էլ այնպիսի արտոնություններ տրվեն, այնպիսի վարկային զեղչեր տրվեն, որոնք հնարավորություն կտան ուղղակի չքննարկել նույնիսկ այդ հատվածում բիզնեսը դնել եւ մարդկանց զբաղված պահել։ Եվ սա մարդկանց մոտ հարցեր չի առաջացնի, թե այդ դպրոցը ինչի է այդտեղ կառուցվում։ Տարական, որտեղ ինձ համար Ալիևին պատասխանը իրական, այստեղից է գալիս, այս սա պիտի լիներ մեր պատասխանը։ Շատ ավելի ծանրակշիռ է, քան ասես սանդուրը։ Հա, եկեք մենք ուրեմն թե ինչ համարժեքը որն է։ Ինձ համար համարժեք պատասխանը սա կլիներ։ Ինձ համար համարժեք պատասխանը կլիներ, որպեսզի մենք անդադար լուր աշխատեինք մեր մարտունակ եւ պաշտպանունակ բանակի կարողությունները զարգացնել, հետախուզական կարողությունները զարգացնել, արբանյակներ ունենալ ուրեմն եւ դրանք կիրառել իմանալ։ Սա պիտի լիներ մեր պատասխանը։ Սրան հասնելու այլ ճանապարհ, քան արևմուտքի, մասնավորապես Եվրամիության հետ ավելի ու ավելի ինտեգրացիան է, չկա։ Ես ամեն օր եւ մենք միասին գնում ենք մարզեր եւ տեսնում ենք այդ լքված, այդ անջրտի, անծայրածիր տարածքներ եւ հասկանում ենք, որ այն կոնցեպտները, որոնք որ մեր մտածողության մեջ այստեղ կան, ուղղակի լուծում չեն կարող առաջարկել։ Եթե տեղերում մենք պիտի բերենք այնպիսի լուծումներ, որոնք արդեն փորձարկված են, քննություն են անցել եւ դրանք բացառապես արևմտյան տեխնոլոգիաներն են, ամերիկյան եւ եվրոպական ֆինանսներն են, կոնցեպտներն են, որոնք մեր ռեգիոնները կարող են հիմնավորապես ոտքի կանգնեցնել եւ ավելի դիմակայուն դարձնել։ Ալիևը տեսնում է մեր սահմանների այս բնակավայրերի վիճակը եւ իրեն թույլ է տալիս այդպես խոսել եւ մեզ անընդհատ այդ ստրեսին ենթարկել։ Մենք էլ ենթարկվում ենք, որտեվ ներքին մեր առողջական վիճակն է քայքայված։ Մինչև մեր առողջությունը կարգի չբերենք, մենք ի վիճակի չենք լինելու հասնել նրան, որ Ալիևը ուղղակի այլևս անհրաժեշտ չհամարի այս տեսակ ելույթներ ունենալ։ Նա տեսնում է մեր հիվանդության
եւ խոցելի տեղերը ընկալունակություն է տեսնում եւ ստրեսի ենթարկվելու այո մեր հակումները տեսնի անիմաստա ուրեմն մեր խնդիրը դրան հասնելն է եւ այդ ճանապարհը չենք կարող մենք միայնակ անցնել մենք դրան կարող ենք հասնել միայն ու միայն արևմտյան ստանդարտներ մեր երկիր բերելով, միայն գնողունակ եվրոպական շուկային համարժեք ապրանքներ արտադրելով, ծանր եւ թեթև այնպիսի արդյունաբերություն հիմնելով, որ իրապես Հայաստանը այս տարածաշրջանում իր խոսքը ունենա եւ դա էլ հնարավոր է արդեն պետության ներսում երբ կա պետություն, հասարակություն, բիզնես այս ֆունկցիոնալ գործընկերություն, այո, շղթա գործընկերություն, ընդ որում այսպես են ոնց հավասարակողմ երրանկյունու պես, եւ դա շատ պինդ կոնստրուկցիա է վերածվում նման խնդիրներ, գերխնդիրներ արժևում դնելու եւ դրան հասնելու համար։ Այո, նաեւ մեր արտաքին քաղաքականությունը պետք է գա ու սպասարկի այդ խնդրի իրականացումը, տեխնոլոգիական արդիականացում, կրթական ծրագրեր, որը առանց որի դա հնարավոր չի անել։ Լաբորատորիաներ, ուրեմն բուհեր համարժեք, ուրեմն տեղական նշանակության եւ տեղական կարիքների համար հարմարեցված միջին մասնագիտական հաստատություններ, որպեսզի մարդիկ դպրոցից անմիջապես դուրս գալիս արդեն պատկերացում ունենան օրինակ իրանք տեղում ինչ կարող են օրինակ անել եւ լավ ապրել այդ անելով, չէ՞։ Մարդիկ պարապությունից չգիտեն ինչ անեն եւ եկամուտ չկա եւ փող չկա եւ մենք եթե փող էլ կա ծախսելու տեղ եւ մենք այո եւ մենք խոսում ենք խաղաղության մասին։ Խաղաղությունը ամենօրյա աշխատանքի մասին է, խաղաղությունը ուժեղ լինելու մասին է եւ այն տպավորությունը, որ խաղաղության մասին խոսողները իրականում պարտության քարոզչություն են անում, հիմնավորապես կարելի է ուղղակի չեզոքացնել այս օրնիբուն աշխատանքով, ինչը մենք չենք տեսնում եւ ինչը ավելի ու ավելի մեզ ուրեմն պակաս դիմակայուն է դարձնում եւ պակաս դիմադրողունակ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, ես եմ շնորհակալ։ Զրույցի համար առաջիկայում իհարկե մենք նորից առիթ կունենանք, կխոսենք, ավելի պարբերական կդարձնենք այս զրույցները։ Հետևեք մեզ, մեկնաբանեք, համաձայնվեք, վիճեք մեր հետ, դա միայն օգտակար է։ Կհանդիպենք։